Տեսեք, ես կարծում եմ, մենք շատ ժամանակ խոսում ենք նրա մասին, որ ընդդիմությունը պետք է իր խաղաղության այլընտրանքը ներկայացնի, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարակեցության գլխավոր պատճառներից մեկը այն էր, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի մոնոպոլիզացրել է խաղաղություն տերմինը, դրա հետ կապված բոլոր գործընթացները, ներկայացնել է, որ խաղաղությունը դա ասոցիացվում է միայն իր հետ, մնացածը դա պատերազմ բերողներ են։ Ես կարծում եմ, որ քանի որ մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը շարունակում են մնալ պատերազմի մեջ իրականում, ուղղակի ֆազան, կրակելու ֆազան կամ զինված ուղղակի հակամարտության ակտիվ տաք ֆազան տեղափոխվել է հիբրիդային պատերազմի ֆազա, այմա մենք պետք է խոսենք հենց այդ է հենց հիբրիդային պատերազմը, այն ինչ որ արվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ, Հայաստանի իշխանությունների նկատմամբ, այսինքն այն ինչ որ բնորոշ է հենց հիբրիդային պատերազմին, հա, դա փափուկ ուժի կիրառում, դա այսպես ասենք մեդիա դաշտում ճնշում գործադրել, դա տարբեր տիպի սպառնալիքների, ուժի սպառնալիքի տակ ինչ որ զիջումներ կորզել, այսպես պրոքսի ուժեր ունենալ այդ երկրում, հակառակորդ համարվող երկրում, մենք ամեն ինչին հիմա տեսնում ենք։ Ի վերջո Թուրքիան ուղղակիորեն, չէ, իր աջակցությունը հայտնեց, Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը ուղղակիորեն իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանի վարած կուրսին քաղաքական եւ նաեւ չգիտեմ որտեղից ինչ որ սոցիոլոգիական հարցումների հիման վրա ուզեց բոլորին համոզի, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ամենաբարձր վարկանիշը ունի, չէ՞։ Երեք Էդգարն էր Բակյան մեր հյուրը եւ նա էլ համեմատեց 2021 թվականի ընտրությունները հիշեցրեց, որ Թուրքիան այն ժամանակ էլ է միջամտել մասնավորապես 2021 թվականի փետրվարյան իրադարձություններին Գենշտաբի հետ կապված։ Դա ինչ, ասենք կարծում եմ, որ ակնարկային էր, որ Ռուսաստանից ասել էին, որ Թուրքիան կարող է հարձակվել, եթե ինչ որ։ Ես ուզում եմ ասել, որ մենք հիմա գտնվում ենք հայ-ադրբեջանական պատերազմի հիբրիդային փուլում ընդհանուր առմամբ։ Այսինքն մենք ոչ թե խաղաղության փուլում ենք, այլ հիբրիդային պատերազմի ուղղակի փուլում ենք, այսինքն տաք ֆազան հիմա ուղղակի փոխարինվել է հիբրիդայինով, որը որ կարող է ցանկացած պահին, ընդ որում ցավոք սրտի Ադրբեջանի ցանկությամբ, ցանկացած պահին այս հիբրիդային տեսքը փոխարինվել նորից տաք ֆազայով։ Իմիջիալոց, որի մասին հիմա մեզ բոլորիս վախեցնում է հենց Նիկոլ Փաշինյանը ընդհանուր առմամբ, չէ՞։